Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի ուղիղ եթերում կրկին ձեր ձայնն է լսելի։ Ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ մեզ ոչ միայն լսել, այլև դիտել մուտք գործելով armradio.am կայք, դիտել կոճակը սխմել եւ իհարկե մենք on-line հարթակում ենք Facebook-յան հարթակի միջոցով Հայաստանի հանրային ռադիո հայատարեք գրում եւ մուտք գործում նաեւ մեր live։ Այսօր լսելի է լինելու երիտասարդների ձայնը, որովհետեւ անդրադառնալու ենք ամենամյա երիտասարդական ֆորումին։ Այն մեկ հարթակում համախմբելու է Հայաստանի մարզերից ու Երևանից ավելի քան 150 երիտասարդի, հասարակական կազմակերպությունների, ներկայացուցիչների եւ երիտասարդական աշխատողների։ Իհարկե նրանք քննարկելու են երիտասարդների մասնակցությունը եւ քաղաքացիական ակտիվությունը, կամավորության զարգացումը եւ երիտասարդների զբաղվածության ու կրթության հնարավորությունները ու ինչու ոչ նաեւ միջազգային գործակցությունը։ Ֆորումի մանրամասները կներկայացնեն Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության նախագահ Գրիգոր Երիցյանը, ողջույն, եւ երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող Մարիետա Գևորգյանը, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ֆորումը տեղի է ունենալու սեպտեմբերի 26-ից 28-ը։ Կարող ենք ասել սարերի ետևում չեն այս ամսաթվերը եւ լինելու է Աղվերան հանգստի գոտում։ Ուզում ենք հասկանալ ինչ ֆորմատով է ֆորումն անցկացվելու եւ մինչ այդ ինչ ընթացքներ են տեղի ունեցել մինչ ֆորումը։ Խնդրեմ երկուսի հարցը սուղված։ Ամենամյա երիտասարդական ֆորումը, ինչպես նշեցիք, տեղի կունենա սեպտեմբերի 26-ից 28-ը եւ այն առաջին ֆորումը չէ։ Ամենամյա ֆորումը այո, իրականացվում է արդեն մի քանի տարիներ եւ բացառիկ հարթակ է դարձել երիտասարդների համար եւ ես կարող եմ ասել միակ հարթակն է, որտեղ երիտասարդները ամբողջ Հայաստանից կարողանում են հավաքվել մի քանի օր շարունակ քննարկելու իրենց ուզող հարցերը եւ շատ ավելի կարեւոր է այդ հարցերը բարձրաձայնելու որոշում կայացնողների հետ եւ ի վերջո ֆորումի արդյունքում ձևավորելու են առաջարկությունների փաթեթ, որը նաեւ ուղարկվելու է իրենց հարցերի երիտասարդների հարցերի համար պատասխանատու տարբեր գերատեսչությունների։ Եվ այս տարի ի տարբերություն նախորդ տարիների ֆորումը շուրջ 3 օր է տևելու, սա նաև շատ երկար տևողություն է։ Նախորդ տարիների 1-2 օր էր տևում, բայց շատ քննարկելու հարցեր ունենք այս տարի, քանի որ երիտասարդների համար նոր էջ է բացվել այն պահից, երբ որ Հայաստանում ընդունվել է երիտասարդական քաղաքականության մասին նոր օրենքը։ Եվ դա նաև նոր հնարավորությունների, նոր զարգացումների մասին է։ Գիտեք, որ օրենքը նաև նոր ենթակառուցվածքներ է ստեղծում, երիտասարդական կենտրոններ են բացվում Հայաստանի տարբեր համայնքներում, երիտասարդական աշխատողի ինստիտուտն է ներդրվում, միջազգային համագործակցությունն է ավելի զարգանում եւ այս բոլոր հարցերի շուրջ շատ կարեւոր է իհարկե լսել երիտասարդների ձայնը։ Եվ ֆորումի 3 օրերի ընթացքում երիտասարդները քննարկելու են իրենց ուզող բոլոր հիմնախնդիրները, փորձելու են հասկանալ ովքեր են այդ խնդիրների լուծման հիմնական պատասխանատուները եւ ի վերջո ձևավորելու են հստակ առաջարկների փաթեթ։ Այսինքն սա երկխոսության հարթակ է։ Առերեսում եք։ Այո, եւ երկխոսում ենք, երկխոսությունը իրար հասկանալը, լսելը մեր հասարակության մեջ այսօր շատ կարեւոր է եւ մեծ խնդիր է։ Այո, մեծ խնդիր է իրականում, իսկ երիտասարդները լսում են, թե հիմնականում ավելի շատ սիրում են խոսել, որովհետև սա լուրջ խնդիր է առհասարակ, վերջին շրջանում նաև նկատել է, որ մարդիկ խոսում են, ես խոսում են իրենց մասին, բայց արդյոք նրանք պատրաստ են լսել մյուսին։ Իհարկե, կարծում եմ, այս բացառիկ արդեն տարիներից է, որ երիտասարդները բարձրաձայնում են իրենց հուզող հարցերը ու նաև իրենց ձայնը լսելի են դարձնում առհասարակ պետությանը ու նաև մեզ բոլորիս որպես կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես արդեն գործընկերս նշեց, մենք այս տարի արդեն ամենամեծ ու յուրահատուկ տարիներից մեկն է ամենամյա երիտասարդական ֆորումի համար, որովհետև շատ մեծ թիմ է հավաքվել, լիքը փորձով, լիքը ծրագրային տարբեր կոմպոնենտներով ու ծրագիրը ավելի այս 3 օրը մենք ավելի հագեցած ենք էլի դարձնելու երիտասարդների համար, բավականին հագեցած օրեր ենք ունենալու երիտասարդների հետ։ Քննարկելու ենք տարբեր թեմատիկ աշխատարաններ, տարբեր թեմատիկ 7 աշխատարաններ ենք ունենալու, այո։ Ունենալու ենք երիտասարդական քաղաքականության վերաբերյալ, կամավորության ու միջազգային ծրագրերի վերաբերյալ, ամենակարևոր կետերից, որ ինչպես արդեն գործընկերս նշեց, երիտասարդական միջավայրի, երիտասարդական կենտրոնի ու տարածքների մասին առանձին աշխատարաններ ենք ունենալու։
Ոնց որ 4-ը նշեցիք, այո, աշխատանքի զարգացման ուղղությամբ, այո, միջազգային համագործակցությունների, նկարների, զբաղվածության եւ երիտասարդների տնտեսական խոչընդոտների, որոնք այսօր թերևս շատ կարևոր են սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց բախվում են երիտասարդները, քաղաքացիական մասնակցության, իհարկե, բայց երիտասարդների գործազրկության մակարդակը շատ բարձր է Հայաստանում եւ սա լուրջ խնդիր է, որի շուրջ նույնպես պետք է քննարկենք, հասկանանք համակարգային ինչ խնդիրներ կան այս։ Բայց այստեղ մի քիչ ուզում եմ չհամաձայնել ձեզ հետ, որովհետև հայտարարությունների մեծ մասը երիտասարդներ են ցանկանում մասնագետներ եւ հիմնական խնդիրը ավելի շատ միջին եւ բարձր տարիքի մարդկանց մոտ է աշխատանքի ընդունման հետ կապված։ Գուցե այստեղ երիտասարդների պահանջներն են ավելի բարձր, գործատուն պատրաստ չէ այդքան վճարել, օրինակ։ Դեպքերը իհարկե տարբեր են, այսպես կարող ենք ասել, կարող ենք նաև խոսել նրա մասին, որ սա հնարավորություն է հրաշալի, նաև այդ ամենը, որ ասվում է, խոսվում է, կարդացել են, տեսել են, լսել են, բայց իրենք պատկերացում կազմեն ամբողջական այդ թեմաների նրբությունները եւ արդեն խորապես գիտակցեն, թե ինչ են այդ վերնագրերը, հա, զուտ վերնագիր գուցե մինչեւ այդ գիտեին, բայց արդյոք այստեղ հնարավորություն կա ավելի խորքային ծանոթանալու եւ իրականությունն ու այսպես ասած պատկերացումները առերեսելու։ Անպայման մենք ունենալու ենք բանախոսներ թեմատիկ այդ բոլոր ոլորտներից, նաև պրոֆեսիոնալ դասընթացավարների եւ ֆասիլիտատորների թիմ կա շուրջ 14 հոգուց բաղկացած, յուրաքանչյուր աշխատարանում 2 մասնագետ է աշխատելու եւ իհարկե երիտասարդները նաև ֆորումի ընթացքում պետք է կիսեն իրենց փորձառությունը, որի համար այդպես լրացուցիչ պատրաստվելու գուցե կարիք չկա, բայց մի հետաքրքիր բաղադրիչ ունենք, մինչև ֆորումին մասնակցելը յուրաքանչյուր ընտրված մասնակից նախապես պետք է իր համայնքում, իր դասարանում կամ կուրսում կամ աշխատավայրում իրականացնի ֆոկուս խմբային քննարկում եւս 15 երիտասարդի հետ։ Իսկ ինչով է դա կարևոր։ Քանի որ ֆորումին մասնակցում են 150 երիտասարդներ, բայց մենք ստացել ենք այս պահին արդեն իսկ եւ վերջնաժամկետը անցել է 600 հայտ, Աստվածի, բայց միայն 150-ը կարող է, թե մի քիչ կարող է կընդլայնել։ Այս փուլում այս տարվա համար 150 են նախատեսված, բայց իհարկե իրենց անմասն չենք թողնելու այս process-ից, այո։ Այո, եւ սա շատ մեծ թիվ է, շատ մեծ հետաքրքրություն եւ ոգեվորող է։ Եվ քանի որ միայն մի մասը կարող է մասնակցել, մեզ համար շատ կարեւոր է, որ մյուս դիմորդները այն երիտասարդները, որ գուցե չեն լսել, որ ֆորում է լինելու, նույնպես անուղղակի կերպով մասնակցեն։ Եվ այս հանդիպումների ընթացքում արդեն ընտրված պատվիրակները հավաքելու են թեմայի շուրջ իրենց հասակակիցների մտահոգությունները եւ այդ ճամպրուկով գալու են արդեն ֆորումին եւ խոսելու են ոչ թե իրենց անունից միայն, այլ այն երիտասարդների, ում հետ խոսել են, ում ներկայացնում են։ Այսպես մենք ավելի մասնակցային ենք դարձնում ֆորումը։ Իհարկե շատ լավ կլիներ, որ ռեսուրս լիներ բոլոր 600 երիտասարդներին հրավիրել, բայց տարի նաև թիվը աճում է մասնակիցների, ինչը ուրախալի է։ Այո, սա 600-ը քիչ չի եւ այստեղ աշխարհագրական եթե նայենք Հայաստանի ամբողջ որ մարզերից է ավելի ակտիվ, եթե այսպես դիտարկենք, կամ մարզերը մի քանիսը առանձնացրեք։ Դիմորդների կարող ենք ասել, այո, կարծում եմ Սյունիքից ունենք շատ ակտիվ մասնակիցներ, Լոռու մարզը շատ ակտիվ է, ինչպես միշտ, ինչպես բոլոր ծրագրերին, Շիրակի մարզը ակտիվ է, հա, Շիրակը։ Այո, Շիրակը ակտիվ մարզերից։ Ավելի քիչ փոքր մարզերը, Արագածոտնի, Վայոց ձորի եւ այլն։ Բայց մենք պետք է այնպես անենք եւ հիմա ընտրության փուլում ենք, որպեսզի հավասար թվով փորձենք մասնակիցներ ունենալ Հայաստանի բոլոր մարզերից եւ նաեւ իհարկե տեղահանված երիտասարդներ կլինեն ներգրավված Լեռնային Ղարաբաղից։ Ունենք դիմորդների 8% գրեթե տեղահանված երիտասարդներն են ու շատ կարեւոր կլինի, որ իրենց փորձառությունը նույնպես հաշվի առնվի ֆորումի ընթացքում։ Արդեն 150-ը ընտրել եք 600-ից, թե դեռ հիմա փուլում ենք, ընտրության փուլում ենք։ Ինչ սկզբունքով եք ընտրելու։ Ամենաբարդ հարցն է կարծում եմ։ Հա, 3 չափանիշներ ենք առանձնացրել գործընկերների հետ միասին եւ ընտրությունը կատարվելու է մի քանի կազմակերպությունների ներգրավվածությամբ, որպեսզի ապահովենք ամենաթափանցիկ, ամենաանաչառ։ Լավ։ Առաջին չափորոշիչը թերևս դա շարժառիթն է մասնակցության եւ մենք այդ հարցը տվել ենք դիմում հայտում ինչու եք ցանկանում մասնակցել այս ֆորումին, որն է ձեր դրդապատճառը
ձեր կյանքից 3 օր նվիրելու այսպիսի միջոցառմանը։ Երկրորդը հարցնում ենք ըստ ձեզ ո՞րն է երիտասարդների շրջանում կամ երիտասարդների ամենամեծ խնդիրը այսօր եւ փորձում ենք հասկանալ արդյոք մասնակիցը պատկերացում ունի ոչ միայն իր, այլ իր հասակակիցների խնդիրներից, որովհետեւ կարողանա խոսել ոչ միայն իր, այլ նաեւ համայնքի մարզի անունից։ Եվ երրորդը նայելու ենք թե ինչ ակտիվություն է ցուցաբերում երիտասարդը իր համայնքում, արդյոք անդամակցում է հասարակական կազմակերպության, երիտասարդական խորհրդի, արդյոք հաճախում է երիտասարդական կենտրոն, արդյոք նաև թիմ ներկայացուցիչ է, քանի որ ֆորումի յուրահատկությունն է, որ նաև թիմերում աշխատող մարդիկ համայնքներում, ովքեր որ երիտասարդների հետ են աշխատում, նույնպես կարող են դիմել եւ մասնակցել։ Այսինքն տարիքային եթե դիտարկենք 16-ից 35, բայց թիմերի ներկայացուցիչների համար նաև ունենք բացառություն ավելի, այո։ Եվ գնահատվելու են այս 3 չափանիշներով 3 կառույցների կողմից, 3 իրականացնող կառույցների կողմից, դա Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միությունն է, երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը եւ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարությունը, որը նաեւ ֆինանսավորում է միջազգային գործընկերների հետ նաեւ համագործակցությամբ այս ֆորումը։ Ընդ որում սա պետական ամենամյա ծրագիր է։ Այսինքն անվճար է մասնակցությունը եւ մասնակցությունը սա ֆիքսենք է անվճար է։ Ծախսերը ամբողջությամբ փակվում է ծրագրի շրջանակներում։ Դրա համար էլ պետք է խստագույնս ընտրություն կատարվի, բայց վստահ եմ, որ դժվար է լինելու ընտրություն կատարելը ի վերջո 600-ից 150 ընտրել բավականին բարդ է լինելու, 3 օրերը ասացիք բավականին հագեցած են լինելու, սա կարող ենք չէ նաև ասել, որ բացի գիտելիքից եւ ամբողջական պատկերացումներից հրաշալի հարթակ է նաև նոր ընկերներ ձեռք բերելու, հարաբերություններ կառուցելու, ճանապարհ հարթելու, սեփական ճանապարհը հարթելու եւ ինչու ոչ նաև նոր գաղափարներ համախմբված արդեն տարբեր համայնքների երիտասարդների հետ ակնկալում եք նման բաներ։ Այո, դուք շատ դիպուկ նշեցիք, այս ֆորումը կարող է նաև շատ մեծ սկիզբ հանդիսանալ երիտասարդների համար, ու մենք այդպիսի տարբեր փորձեր ունենք, հաջողված պատմություններ ունենք, ովքեր որ դառնում են արդեն ոլորտի խաղացողներ, ոլորտի ներկայացուցիչներ, երիտասարդական ոլորտի իհարկե, եւ մեր կազմակերպությունում եւ համոզված եմ նաեւ ձեր կազմակերպությունում ու նաեւ այստեղ մենք օրերը շատ հագեցած են անցնելու, բայց մենք ունենալու ենք նաեւ զվարճանքի հատվածներ երեկոյան խարույկի շուրջ, որ արդեն իրենք կարողանան միմյանց հետ շփվել, այո։ Իսկ թիմային աշխատանք տեղի ունենալու է այդ ֆորումի ժամանակ։ Ի վերջո մենք գիտենք, որ ցանկացած նպատակ հաջողության է հասնում, երբ թիմային գաղափարը լավն է եւ կարողանում են համախմբվել ու գնալ այդ գաղափարի շուրջ։ Դրա համար էլ թիմային աշխատանքը ֆորումի եւ առհասարակ ոչ ֆորմալ կրթության մեթոդները ֆորումի սրտում են, հիմնական աշխատանքի մեթոդներն են եւ գրեթե 3 օրերից 1.5-ը կարող եմ ասել, որ աշխատարաններում թիմային աշխատանք, մտագրողներ, խմբային աշխատանք, խմբային արդեն գաղափարների ներկայացում, խնդիրների վերլուծություն, նաև հանրային խոսքի բարելավման տեսանկյունից շատ կարևոր է, որովհետև երիտասարդները ֆորումի ընթացքում նաև սովորելու են եւ փորձառություն են ձեռք բերելու խոսելու ուրեմն շատ մարդկանց, բազում մարդկանց առաջ, կոտրելու իրենց ներկայացնել։ Այո, բարդույթները եւ ավելի ինքնավստահ դառնալու։ Եվ սա ինչ որ առումով նաև նպաստում է իրենց առաջնորդական կարողությունների զարգացմանը։ Այս տեսանկյունից նույնպես շատ կարևոր է։ Ոչ բոլոր երիտասարդներն են ազատորեն հանրային խոսքի վարպետներ կամ շատ հանգիստ խոսում, հա, եւ սա նույնպես խնդիր է իրականում, հաղորդակցության խնդիրներ ունեն շատ երիտասարդներ եւ անուղղակիորեն նման հավաքներ, նման ֆորումներ նաև այս խնդիրն են փորձում լուծել։ Շատ դեպքերում նկատում ենք, որ հրաշալի մասնագետ է, փայլուն տիրապետում է իր գործին, բայց հանրային խոսքի առումով բավականին բարդ է իր համար, չի կարողանում խոսքերը ձևակերպել եւ տեսնում ենք նաեւ հակառակը հրաշալի տիրապետում է հանրային խոսքին, բայց միջին մասնագետ է, բայց կարողանում է իրեն ներկայացնել ըստավոր պատշաճի, բայց ինչ խոսք շատ կարեւոր է նաեւ, որպեսզի դու կարողանաս ինքդ ներկայացնել քո մտածածը եւ կարողանաս այդ ամենը բարձրաձայնել, փաստորեն սա էլ է կարեւորել, շատ լավ է։ Փափուկ գիտելիքներ տրվելու են երիտասարդներին, որովհետև այդ փափուկ գիտելիքները եւս օգնում են տեղ հասցնել
խնդիրները, շատ լավ գաղափար գուցե ունենա, բայց չիմանա ինչպես պիտի կիրառել, չտիրապետի այդ փափուկ գիտելիքներին ու տեղ չհասնի այդ ամենը։ Այս տարի մենք ֆորմատի մեջ այո մի փոքր փոփոխություն ենք կատարել եւ բացի աշխատարանների վարողներից նաև հրավիրելու ենք ոլորտային մասնագետներ թեմատիկ ուրեմն աշխատարանների համար եւ հետաքրքիր թեմաներ ենք ընտրել, որոնց շրջանակում երիտասարդները հմտություն կզարգացնեն եւ գիտելիք ձեռք կբերեն։ Դրանցից մեկը արհեստական բանականությունն է, որը շատ հետաքրքիր թեմա է երիտասարդների համար։ Կարևոր կասեի։ Ինչպես մասնակցել համայնքի բյուջեի ձևավորմանը, մյուսը մեդիա գործիքների կիրառումը եւ ինչպես կեղծ եւ ոչ կեղծ լուրեր իրարից տարանջատել։ Մեդիագրագիտություն ընդհանուր։ Այո, եւ շատ այլ թեմաներ, շուրջ 7, ինչպես գաղափարը վերածել իրականություն, ծրագիր եւ համայնքում ակտիվանալ։ Այսինքն նաեւ գիտելիքի փոխանցման հատված ենք ունենալու եւ դա նույնպես շատ կարեւոր է։ Երիտասարդներն են ընտրելու այդ աշխատարանները, այո, իրենց հայտերի մեջ արդեն նշված կարող են ընտրել, որ աշխատարաններին են ուզում մասնակցել։ Ահա, փափուկ հմտությունների մասով։ Փափուկ հմտությունների մասով իհարկե ֆորումի 2-3 օրերում բարդ կլինի, բայց անուղղակի կերպով մենք հաղորդակցության հմտություններն ենք փորձելու բարելավել թիմային աշխատանքի, խնդիրների լուծման, համագործակցության, հանրային խոսքի, մեդիա գրագիտության, ինչու՞ չէ ֆինանսական գրագիտության, որովհետև մարդիկ գումար են ծախսելու, որ հասնեն, հետո փոխհատուցում պետք է ստանան, ինչ-որ հաշվարկ եւ այլն, դա նույնպես եւ այդ ամբողջ փորձառությունը միտված է հենց երիտասարդների նաեւ այդ հմտությունների զարգացմանը։ Մարզերում փաստորեն նմանատիպ ծրագրերի միջոցով իրավիճակ եք փոխում, որովհետև փոխվում է երիտասարդների մտածողությունը, փոխվում են երիտասարդները, ավելի ակտիվ են լինում, ավելի կազմակերպված եւ ավելի լավ են պատկերացնում ընդհանրապես համայնքային զարգացման նրբերանգները եւ այստեղ հասկանում են, որ իրենք ունեն որոշիչ խոսք դեր համայնքային զարգացման գործում թիմ, այսպես ասած, կառույցի հետ կապված, հա, ճիշտ եմ հասկանում, այստեղ արդյոք նախորդ տարիները եթե դիտարկենք, դե սա դեռ առջևում է, դուք տեսնում եք այդ ոլորտում եւս գալի փոփոխություն, օրինակ երիտասարդը արդեն իմանում է իր իրավունքները որպես համայնքի բնակիչ եւ սկսում է դառնալ ավելի նախաձեռնող, մասնակցում որոշակի նիստերի, չգիտեմ։ Այո, այդ փոփոխությունը ակնհայտ է եւ մենք նախորդ տարիների ֆորումի մասնակիցներին նաեւ երբ որ հետևում ենք, շատերը բավականին ակտիվ են իրենց համայնքներում, դարձել են իրենց համայնքում երիտասարդական խորհրդի անդամ, ավականու անդամ են ընտրվել, դարձել են երիտասարդական կենտրոնի հիմնադիր համայնքի հետ հիմնադրել են, միացել են միջազգային կազմակերպության երիտասարդության հարցերով այդտեղ զբաղվում են եւ այլն։ Այդ հստակ երևում է դա եւ նաեւ մեր թեմատիկ ուղղություններից մեկն է համայնքային մակարդակում երիտասարդի ակտիվացումը եւ ֆորումի ընթացքում վերջին տարիներին առնվազն միշտ մեծ ուշադրություն է դարձվում այն խոչընդոտներին, որոնք կան երիտասարդի առաջ մասնակցության տեսանկյունից եւ առաջարկների փաթեթներում միշտ տեսնում ենք, որ երիտասարդները թիմերին կոչ են անում իրենց համայնքներին, որ ավելի ակտիվ, պրոակտիվ զբաղվեն երիտասարդների հարցերով, բարդացնում եք թիմերի գործը, ավելի բաց լինեն, ավելի համագործակցային լինեն, երիտասարդների գաղափարներին աջակցեն։ Այսօր դա շարունակում է մնալ խնդիր։ Ոչ բոլոր համայնքներն են բաց եւ պատրաստական երիտասարդների շատ հաճախ նորարարական եւ թիմի համար абսուրդ գուցե գաղափարներին աջակցել, բայց պիտի մշակույթը փոխվի։ Փոխվի, դե ժամանակ է ինձ թվում։ Եվ ավելի շատ երիտասարդներ պիտի թիմ մտնեն նաև ու թիմը փոխեն ներսից։ Ըստ մեր երիտասարդական կենտրոնները ու շուտով նաև որ բացվելու են երիտասարդական տարածքներ, փոխելու են ու արդեն փոխում են երիտասարդների մտածելակերպը ընդհանուր իրենց առաջ ծառացած խնդիրները իրենք բարձրաձայնում են։ Մեր կազմակերպությունը ունի մի քանի երիտասարդական կենտրոններ Հայաստանի տարբեր մարզերում ու նորից մենք բացելու ենք տարբեր երիտասարդական կենտրոններ, հուսամ
շատերը կլինեն արդեն ամբողջ տարածքում, Հայաստանի ամբողջ տարածքում, իսկ երիտասարդները գործելիս ծրագրի շրջանակներում մենք արդեն բացելու ենք 6 թիրախային երիտասարդական տարածքներ, որը լինելու է նոր ֆորմատով, ու այդ ֆորումի ընթացքում մենք նաև խոսելու ենք երիտասարդական միջավայրի, երիտասարդական կենտրոնի ու տարածքի առանձնացումների մասին, ընդհանուր մեթոդաբանության մասին նաև։ Երիտասարդական կենտրոնները ինչով են զբաղված լինում հիմնականում, հատկապես մարզերում։ Իրանց հիմնական գործունեությունը։ Ես կարող եմ սկսել գործընկերս շարունակի, երիտասարդական կենտրոնները շատ կարևոր ենթակառուցվածք են երիտասարդներին համայնքում ներգրավելու, ժամանցը կազմակերպելու, ոչ ֆորմալ կրթական հնարավորություններ տրամադրելու։ Տեսեք, շատ համայնքներում երիտասարդը դասերից բացի ոչ մի բանով զբաղվելու հնարավորություն չունի։ Եվ այս զբաղվածությունը ոչ միայն ժամանց է, նաև կրթական զբաղվածություն է, ինտելեկտուալ, ինչու ոչ, եւ երիտասարդական կենտրոններ, որ համայնքներում որ կան, շատ հետաքրքիր մենք նկատում ենք, որ այդ համայնքներից շատ ավելի դիմորդ ունենք այս ֆորումին, որովհետեւ իրանք տեղեկացնում են, իրենց ֆունկցիաներից է ուղղորդելը երիտասարդներին, ինֆորմացնելը, աջակցելը, ինչու ոչ նաև եթե խնդիր կա ուղղորդելը այլ կառույց, որը կարող է ճիշտ լուծում տալ։ Այսօր երիտասարդները շատ խնդիրներ ունեն եւ վատ սովորությունների տեսանկյունից, որոնք մեծ աճ են գրանցել, եւ առողջ ապրելակերպ, իրավունքները իրենց իմանալ, եւ երիտասարդական կենտրոնները այսօր գործառույթ ունեն այդ բոլոր ուղղություններով աշխատանք կատարելու։ Այդ դուք ինչ կասեք, քանի որ հենց կենտրոնները, երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնները ունենք, մենք նաև տարբեր մարզերում բավականին մեծ աշխատանք է տարվում երիտասարդների հետ ու տարբեր տեսակի, տարբեր խոցելի խմբերի եւ ոչ խոցելի խմբերի հետ աշխատանք է տարվում, տարբեր տեսակի մեթոդաբանությամբ են էլի աշխատում երեխաների հետ ու կարծում եմ շատ մեծ փոփոխություն կա իրականում այդ համայնքներում, որտեղ որ կան կենտրոններ, փոխում են երիտասարդների առհասարակ մտածելակերպը տարբեր տեսակի թեմաների, ակումբների տեսքով, արշավների տեսքով զարգացնում են երեխաներին ինտելեկտուալ խաղերի միջոցով, այսինքն այո, զբաղվածությունը տարածքը ամբողջությամբ հագեցած է երիտասարդներին զբաղեցնելու համար։ Այստեղ կարող ենք ասել, որ այդ կենտրոնները լինեն, զբաղմունքները լինեն, թե կրթական, թե ժամանցային, որը ժամանցային իդեպ պակաս կարևոր չէ, երիտասարդների համար դա կարևոր է, դուք ինքներդ նշեցիք, որ հաճախ տեղեր կան, որ բացի դպրոցից ուրիշ տեղ չունեն գնալու, իսկ այս պարագայում կունենան վայր, որտեղ կհամախմբվեն, ժամանակ կանցկացնեն։ Ես նաև հույս ունեմ, որ ինչ որ երաժշտական խմբեր կստեղծվեն դրա շնորհիվ, տաղանդավորները կփորձեն ինչու ոչ իրենց երազանքներ կան, այո, երիտասարդական կենտրոններում ձևավորվում են ու նաև տեղեկացնեմ, որ ոչ միայն Հայաստանից երիտասարդներ են այնտեղ, մենք ունենք տեղական ու միջազգային կամավորներ, ովքեր որ գալիս են նաև Եվրոպայից, իրենք շատ զարգացնում են տարածքի երիտասարդների մտածելակերպը, աշխարհայացքը, իրենք զբաղվում են, օրինակ ունենք մենք կամավոր, ով որ արդեն զբաղվում էր ընդհանուր երաժշտական գործիքներով, սովորեցնում էր ինչպես սկսեին իրենք նվագել ու արդեն խումբ էր ձևավորվել մեր արդիկի երիտասարդների կենտրոնում, մենք արդեն ունենք խումբ, ովքեր որ զբաղվում են, այո։ Իսկապես շատ լավ է, որովհետև կարող են համերգներ տալ, ակտիվացնել ընդհանրապես համայնքի կյանքը։ Մենք գիտենք, որ այստեղ մենք հիմա սևեռված ենք երիտասարդների վրա, բայց մեծապես շղթայապես մեկը մյուսի հետ փոխկապակցված է մեծահասակների ժամանցնել շատ կարևոր է այստեղ գուցե երիտասարդները կարողանան այդ ամենը ապահովել։ Դեք երբ որ երիտասարդներին տրամադրում ես հարթակ, տարածք, թևերը չես կտրում եւ չես շատ ուղղորդում եւ սահմանափակում, դեպքում հրաշքներ կարող են տեղի ունենալ եւ այդ տարածքների կարիքը Հայաստանում շատ կա։ Դա շատ համայնքներում միակ լուսավոր կետն է, որտեղ երիտասարդը զգում է, որ ունի պատկանելության զգացում, որ շրջապատված է իրեն հասկացող ու լսող մարդկանցով, որ կա երիտասարդական աշխատող, ով ճիշտ կլսի եւ ճիշտ կուղղորդի։ Իսկ երբ որ երիտասարդները չեն ունենում այդ զգացումը, որ ինչ որ միտեղ լսված են, այդ երիտասարդներին շատ հեշտ է արդեն այլ տարբեր ուղղություններով ներգրավել։ Այո։ Եվ դա կարող է լինել ինչ որ ծայրահեղական ուղղություններով ներգրավել եւ քրեական եւ այլն։ Այս առումով շատ կարեւոր է, որ իրենք համակարգում լինեն եւ ոչ դրանից դուրս ու զգան, որ պատկանում են, լսված են, կարեւոր են, իրենց տեղում են։
իրենց տեղում են, եթե հաճախ իրենց ընտանիքում իրանց չեն լսում, կամ միտեղ որտեղ իրենց կլսեն։ Այստեղ կուզեի խոսեինք նաև կարծրատիպային մտածողության մասին, որը ակնհայտ է մարզերում ավելի շատ, խանգարող բաներ, աղջիկը պիտի խոհանոցում լինի, շատ կարծրատիպային բաներ կան, որոնք խանգարում են հատկապես երիտասարդներին գնալ իրենց նպատակների հետևից։ Կարող ենք ասել, որ նաև դուք ասում եք, նրանք փոխվում են, մտածողությունը փոխվում, ինքնաբերաբար նաև այդ կարծրատիպային մտածողությունն էլ կփոխվի վերջո։ Վերջապես Կարծում եմ արդեն փոխվում է, այո, այդ սերունդի մոտ արդեն փոխվում է։ Մենք երիտասարդական կենտրոններում չունենք այդպիսի առանձնացումներ, որ այս մեկը այս մի բանը պիտի անի, ընդհանուր համախմբված բոլորը իրենց աշխատանքները իրականացնում են միասին։ Ես համայնքը նկատի ունեմ, երիտասարդները արդեն իրենց մտածողությամբ եւ գնում են համայնքներ, արդեն փոխվում է ինքնաբերաբար այդ իրականությունը, տանը թեկուս նկատի ունեմ։ Գալով ֆորումին մի հետաքրքիր վիճակագրություն ասեմ, որ դիմորդների գրեթե 65-70%-ը երիտասարդ աղջիկներ եւ կանայք են, եւ սա շատ հետաքրքիր ֆենոմեն է մեր իրականության մեջ։ Տղաներ ակտիվացեք։ Այսինքն չնայած որ այո, ձեր նշած կարծրատիպերը եւ որոշ համայնքներում սահմանափակող նորմեր կան, եւ այո, կան դեպքեր, երբ որ շատ աղջիկներ որոշ բնակավայրերից չեն դիմում եւ չեն մասնակցում, որտեղ իրենց թույլ չեն տալու որ կան ֆորումին մասնակցեն։ Այդ սահմանափակող նորմերը կան, բայց նման հետաքրքիր վիճակագրություն էլ կա, որ աղջիկները կանայք շատ ավելի ակտիվ են նման տեսակի ուրեմն միջոցառումներում, ֆորումներում ավելի նախաձեռնող են, այդպես անվանել, մասնակցային։ Եվ մենք խնդիր ունենք նաեւ դա դղաների շրջանում նույնպես այս հնարավորությունները խթանելու։ Այնքան ասացինք կանայից չեք թողնում ոչ մի բանանին, հիմա ամեն ինչ անում են կանայք, եկեք պահենք այդ գեղեցիկ ոսկե միջինը եւ շատ կարեւոր է համամասնությունը, ինձ թվում է բալանսը կարեւոր է, չխախտվի հիմա էլ հակառակ ուղղությամբ։ Այս մասով բալանսը այո, կանայք ավելի հետաքրքրված են, բարձրագույն կրթության ստացողների մեծ մասը կանայք են, բայց որ նայում ես աշխատաշուկային, արդեն 70% տղամարդիկ են, բարձր աշխատավարձ ստացողների 90% տղամարդիկ են, այսինքն այդտեղ որտեղ կա ավելի մեծ հետաքրքրություն եւ այլն, բալանսը հստակ փոխվում է։ Գիտեք, ինձ թվում է ժամանակի հարց է, այս նախաձեռնող երիտասարդ աղջիկները հետո կգան ու այդ տեղը կզբաղեցնեն, բայց իսկապես ես հույս ունեմ, որ այդ բալանսը կպահվի եւ ոչ թե կգնանք միայն տղաների ուղղությամբ կամ միայն աղջիկները, այլ ընդհանրապես մարդը պիտի կարողանա իրեն ճիշտ դրսևորի, գտնի մասնագիտություն, վերջին 3 րոպեն է եւ շատ կուզեի նաեւ եւս մեկ կարեւոր թեմայի անդրադառնանք, որը նաեւ ձեր ֆորումի առանցքային կետերից մեկն է կամավորությունը։ Մենք գիտենք, թե որքան կարևոր է ամբողջ աշխարհում կամավորական աշխատանքը, եթե տարիներ առաջ նայեինք, ապա մենք նույնիսկ չգիտեինք, թե դա ինչ է, բայց փառք Աստծո, մի քանի տարիների ընթացքում մենք տեսնում ենք, որ բավականին արդեն ակտիվացել է կամավորական աշխատանքը, երիտասարդները ամբողջությամբ պատկերացնում են, թե ինչ է տալիս կամավորական աշխատանքը եւ որքան կարեւոր է այդ աշխատանքը կատարելը։ Ես կարծում եմ, որ մեծ դրական տեղաշարժ ունենք այս մասով եւ նաեւ հետազոտություններ կան Հայաստանում կամավորական մշակույթի եւ ծավալների մասով եւ դրական բավականին պատկեր է երիտասարդների մեծ մասը կամ մեկ անգամ զբաղվել է կամավորությամբ կամ առնվազն գիտի դա ինչ եւ ցանկություն ունի դրանով զբաղվելու երիտասարդների մի մասը ցանկություն ունի կամավորությամբ զբաղվելու, բայց չունի դրա ժամանակը, քանի որ կամ աշխատում է կամ սովորում, բայց այդ հետաքրքրությունը կա եւ մեր կազմակերպություններում միությունը ունի 40 անդամ կազմակերպություններ։ Բոլոր միության անդամ կազմակերպություններում կամավորները ունեն կենտրոնական դեր եւ աջակցող դեր մեր աշխատանքներին եւ ծրագրերին եւ հազարավոր կամավորներ են ներգրաված մեր միության կազմակերպությունների աշխատանքներում։ Ֆորումին կամավորներ լինելու են։ Այո, եւ կամավորներ են լինելու եւ հավելեմ, որ վերջերս օգոստոսի 12-ին նշվել է երիտասարդների միջազգային օրը ու այդ շրջանակներում օրինակ երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը ու նաեւ ուրիշ կազմակերպություններ, ովքեր որ նշել են, ակտիվ ներգրավել են կամավորների ու ուզում եմ նշել, որ երիտասարդները ամբողջությամբ պատկերացնում են ինչ է կամավորական աշխատանքը, նույնիսկ իրանք են արդեն կազմակերպությանը հստակ ներկայացնում
ինչպես են իրենք պատկերացնում, ինչպես են տեսնում ու ինչպես են անելու այդ ամեն ինչը։ Հիշեցնենք մեր ռադիոլսողներին եւս մեկ անգամ, որ սեպտեմբերի 26-ից 28-ը տեղի ունենալու ամենամյա երիտասարդական ֆորում 2025-ը եւ 150 երիտասարդ, որտեղ կընտրվեն, ունենալու են հրաշալի հնարավորություն մասնակցելու այդ ֆորումին, ձեռք բերելու նոր գիտելիքներ, նոր հնարավորություններ ու նոր ընկերություն։ Դե ինչ շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, մեր ռադիոլսողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ զրուցակիցներն էին Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության նախագահ Գրիգոր Երիցյանն ու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող Մարիետա Գևորգյանը։ Ես էլ Լուսինե Մուրադյանն եմ, մաղթում եմ ձեզ հաջողություն, մնացեք հանրայինի հետ։ Քո ձայնը